Ողջունում եմ բոլորին, այսօր կներկայացնեմ արդեն հաջորդ շաբաթվա կանխատեսումը, վերլուծությունը, օրերի նշանակությունը և սա կլինի օգտակար տեղեկատվություն բոլորի համար, ովքեր կարևոր գործեր ունեն պլանավորած կամ ցանկանում են պլանավորել հաջորդ շաբաթվա ընթացքում ու կիմանաք, թե որ օրերն են առավել դրական նոր նախաձեռնություններ սկսելու համար և որ օրերն են, որ քիչ թե շատ ոչ բարենպաստ են նոր նախաձեռնություններ սկսելու համար, բնականաբար այդ օրերը կարող եք բացառել։ Այսպիսով եկեք ծանոթանանք հաջորդ շաբաթվա կանխատեսմանը մայիսի 18-ից մինչև մայիսի 24-ը ընկած հատվածում։ Մինչ առաջ անցնել է, եթե մինչ այժմ չգիտեք, թե որն է ձեր անհատական էլեմենտը և որ կենդանակերպի տարում եք ծնվել, ապա սկանարեք այս QR կոդը, այնուհետև կբացվի ձեզ մոտ նման պատուհան, որտեղ պետք է լրացնեք ձեր ծննդյան տվյալները, օր, ամիս, տարի, ժամը եթե գիտեք, լրացրեք, եթե ոչ բաց ենք թողնում, դա այս պահին կարևոր չէ, որից հետո կբացվի արդեն բազի քարտը։ Բազի քարտի օրվասյան վերևի հատվածում այս մասում երևում է ձեր անհատական էլեմենտը և տարվասյան ներքևի հատվածում կտեսնեք արդեն ձեր ծննդյան տարվա կենդանակերպը։ Եթե ինչ-որ դժվարություններ առաջանան, ապա խորհուրդ կտամ դիտել այս վիդեոն, որը իմ YouTube-յան ալիքում է տեղադրված, այստեղ ես մանրամասն խոսել եմ, թե ինչպես կարելի է ուրեմն տեսնել, ուսումնասիրել անհատական էլեմենտը, ծննդյան տարվա կենդանակերպը, մի խոսքով բազի քարտի մասին շատ մատչելի ինֆորմացիա եմ տվել, անպայման դիտեք և գրեք ձեր հարցերը ուրեմն մեկնաբանություններում, եթե կլինեն։ Մինչ առաջ անցնելը նաև հիշեցնեմ, որ եթե մինչև այժմ չեք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, ապա անպայման բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակ, կիսվեք ձեր շրջապատում, որովհետև ես այստեղ կիսվում եմ շատ հետաքրքիր և բացառիկ ինֆորմացիայով, որը վերաբերում է մետաֆիզիկային։ Հիմա, ինչ ունենք ամսի 18-ին։ Ամսի 18-ը մեզ մոտ փակում բնութագրով օրով է նկարագրվում, էներգիաների առումով բավականին պասիվ է, խորհուրդ կտամ օրը անցկացնել առավել պասիվ վիճակում, նոր նախաձեռնություններ չսկսել, օրը ջրային վիշապի օրն է, օրը համարվում է բարենպաստ քիչ թե շատ առնետի, վիշապի, կապիկի և աքաղի տարում ծնվածների համար, ֆինանսական առումով դրական է բոլոր նրանց համար, ում անհատական էլեմենտը հող յանն է։ Ամսի 19-ը մեզ մոտ հիմնադրում բնութագրով օր է և օրը կարող ենք օգտագործել երկու հիմնական նախաձեռնությունների համար։ Առաջինը դա հանդիպումներ նոր մարդկանց հետ կամ հանդիպում ինչ-որ հարցեր քննարկելու համար և մյուսը դա նոր պաշտոն ստանձնելու համար համարվում է շատ դրական օր։ Ինչպես տեսնում եք, ստեղ աստղի նշան ունենք և եթե ձեր հիմնական նախաձեռնությունները կապված են այս երկու ուրեմն կետերի հետ, որոնք ես նշեցի, ապա կլինի հիանալի։ Գումարած դրան, եթե դուք ծնվել եք ուրեմն ցլի, օձի, ձիու, այծի, աքաղի և կապիկի տարիներին, ապա օրը համարվում է էլ ավելի բարենպաստ, առավել բարենպաստ ձեզ համար։ Ֆինանսական առումով օրը դրական է բոլոր այն անձանց համար, ում անհատական էլեմենտը ուրեմն հող 9 է։ Ամսի 20-ին ունենք մաքրում բնութագրով օր և կրկին, ինչպես տեսնում եք, աստղի նշանը դրել եմ, օրը համարվում է բավականին դրական օր, ինչ կարող ենք իրականացնել այս օրվա ընթացքում։ Կարող ենք սկսել ճանապարհորդություն, կարող ենք փնտրել բժշկական օգնություն, կարող ենք հանդիպել ընկերներին, ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ, օրը բարենպաստ է նաև նոր բնակարան տեղափոխվելու համար, չնայած որ մաքրում բնութագրով օր է, բայց քանի որ ունենք կանաչ վիշապ ստրուկտուրա օրվա մեջ, ապա օրը համարվում է դրական նաև նոր բնակարան տեղափոխվելու համար։ Օրը կարող ենք օգտագործել նաև պայմանագրերի խզման կամ ինչ-որ պայմանավորվածությունների վերանայման կամ պայմանավորվածությունները խզելու համար։ Եթե նայենք ըստ կենդանակերպերի, օրը համարվում է դրական վագրի, ձիու, այծի և շան տարում ծնվածների համար, ֆինանսական առումով կշահեն ավելի շատ մետաղյան անհատական էլեմենտը ունեցող անձինք։ Ամսի 21-ին մեզ մոտ լիություն բնութագրով օր է, բայց չնայած նրան, որ լիություն բնութագրով օր ունենք, իդեպ լիություն բնութագրով օրերը դրանք այն օրերն են, որ ցանկացած նախաձեռնություն
կրկնապատկվում է, բնականաբար պետք է փոքր ավելի ուշադիր լինել, հատկապես ցանկալի չէ այսօր սկսել դատական որևիցե process, որտեղ ինչ որ սկսեք, դա կրկնապատկվի, իսկ կան որոշակի նախաձեռնություններ, որոնք ցանկալի չէ, հա, որ դրանք ժամանակի ընթացքում ընդլայնվեն, ձգվեն երկար ժամկետում։ Օրը կարող եք օգտագործել այնպիսի նախաձեռնությունների համար, որոնցից ակնկալում եք շատ արագ արդյունք, այսինքն որոնք կարճաժամկետ են եւ իրենց մեջ դրական էլեմենտներ են պարունակում։ Կենդանակերպերի մասով, որը համարվում է դրական նապաստակի, ձիու, այծի եւ խոզի տարում ծնվածների համար, իսկ ֆինանսական առումով օրը առավել բարենպաստ է մետաղ 9 անհատական էլեմենտը ունեցող անձանց համար։ Եթե ձեր անհատական էլեմենտը փայտյանն է կամ մետաղյան կամ հողյան, ապա ամսի 21-ը մայիսի ձեր համար օգնող մարդու օրն է։ Այս օրերը կոնկրետ ձեզ համար հատկանշական է նրանով, որ դուք կարող եք դիմել օգնության եւ ակնկալել օգնություն շրջապատից, դիմել օգնության եւ բնականաբար ստանալ այդ օգնությունը։ Ամսի 22-ը մեզ մոտ ունենք հավասարակցորոն բնութագրով օր, օրը համարվում է բավականին դրական օր։ Օրվա ընթացքում կարող ենք սկսել ճանապարհորդություն, շատ լավ օր է վաճառքների համար, շատ լավ օր է բանակցություններ վարելու համար, ինչպես նաև հանդիպումներ կազմակերպելու, ֆինանսական գործարքներ կատարելու համար եւս համարվում է դրական։ Իսկ եթե կենդանակերպերի մասով նայենք, առավել բարենպաստ է համարվում առնետի, վիշապի, օձի եւ կապիկի տարում ծնվածների համար, ֆինանսական առումով ջուրյան անհատական էլեմենտը ունեցող անձինք առավել կշահեն օրվա ընթացքում։ Ամսի 23-ը մեզ մոտ կայունություն բնութագրով օր է, բավականին դրական օր, կայունություն օրերը ես սիրում եմ, իդեպ օրվա մեջ ունենք 3 հարմոնիա ստրուկտուրա եւ ունենք բավականին բարենպաստ աստղերի առկայություն, մի շարք, ինչ կարող ենք անել։ Օրվա ընթացքում կարող ենք պայմանագրեր ստորագրել, կարող ենք սկսել վերանորոգում, իդեպ եթե վերանորոգում եք սկսում, ապա ուշադիր եղեք ձեր հարավային սեկտորին եւ հյուսիսային սեկտորին։ Խորհուրդ կտամ, որ ընդհանրապես 2026-ի ընթացքում մինչև 27 թվականի փետրվարի 4-ը վերանորոգումներ չանցկացնել ձեր տան բնակարանի հարավային սեկտորում եւ հյուսիսային սեկտորում։ Իսկ եթե ցանկանում եք, որպեսզի, այսինքն առանց խոչընդոտների անցնել ձեր վերանորոգումները, ապա լավ կլինի ընտրել հատուկ օրեր, հա, դիմել մասնագետի, ընտրել հատուկ օրեր, որպեսզի ձեր վերանորոգումը անցնի առավել փափուկ, սահուն եւ առանց հավելյալ ծախսերի ու խոչընդոտների։ Օրվա ընթացքում կենդանակերպերը առավել շատ կշահեն ցլի, վիշապի, օձի եւ ակղաղի տարում ծնվածները առավել դրական է օրը հենց այս կենդանակերպերի համար, իսկ ֆինանսական առումով ջուր 9 անհատական էլեմենտ ունեցող անձանց համար համարվում է առավել դրական օր։ Մայիսի 24-ը մեզ մոտ նախաձեռնում բնութագրով օրով է նկարագրվում, աստղի նշանակա համարվում է բավականին դրական օր, ուրեմն ինչ կարող ենք անել, նոր պաշտոն ստանձնել, պայմանագրեր կնքել, նաև շինարարական աշխատանքներ սկսելու համար օրը համարվում է շատ լավ օր, բժշկական ուրեմն օգնություն փնտրելու համար եւս դրական օր է համարվում եւ նոր բնակարան տեղափոխվելու համար եւս համարվում է դրական օր։ Կենդանակերպերի մասով վագր, նապաստակ եւ ձի, ինչպես նաեւ շան, հա, տարում ծնվածների համար օրը համարվում է առավել դրական օր, ֆինանսական առումով փայտյան անհատական էլեմենտը ունեցող անձինք առավել շատ մեծ հնարավորություններ ունեն օրվա էներգիաներից օգտվելու համար։ Հիշեցնեմ, որ ամսի 27-ին, մայիսի 27-ին Երևանի ժամանակով 19:30-ին անցկացնելու եմ անվճար վեբինար։ Վեբինարը վերաբերվելու է անտեսանելի օրինաչափություններին, որոնք կառավարում են մեր կյանքը եւ ներկայացնելու եմ թվագիտության տեսանկյունից
ինչպիսին են այդ օրինաչափությունները եւ ինչպես կարելի է դրանք կառավարել, ինչպես ծանոթանալ եւ ինչպես ուսումնասիրել ու ինչպես կառավարել այդ օրինաչափությունները եւ դարձնել մեր կյանքը առավել կանխատեսելի։ Բավականին հետաքրքիր վեբինար է լինելու, եթե դուք հետաքրքրված եք նման թեմաներով, ավելի շատ թվագիտության տեսանկյունից ցանկանում եք բացահայտել ձեր կյանքում եղած օրինաչափությունները, ինչու են որոշակի իրադարձությունները անդադ կրկնվում կամ ինչու են ֆինանսական խնդիրները հաճախակի կրկնվում կամ հարաբերությունների հետ կապված մի խոսքով, այսինքն կյանքի տարբեր ոլորտների մասով ներկայացնելու եմ, խոսելու եմ այդ օրինաչափություններից, ապա լավ կլինի, որ գրանցվեք այս անվճար վեբինարին, իսկ գրացման հղումը ես կդնեմ այս վիդեոյի նկարագրության մեջ։ Անպայման գրանցվեք, բաց մի թողեք այս վեբինարը, բավականին հետաքրքիր է լինելու։ Նաև վեբինարի ընթացքում կարող եք տալ ձեր հարցերը եւ անմիջապես ստանալ պատասխաններ։ Այսքանը այսօրվա համար, ընտրեք բարենպաստ օրեր եւ կատարեք ճիշտ պլանավորում։ Սա հաջողության ձեր գրավականն է, անպայման հետևեք օրերին, պլանավորեք ձեր շաբաթը, ծանոթացեք էներգիաներին եւ ամեն անգամ ավելացրեք ձեր հաջողությունը 1%-ով։ Այսքանը, մինչ նոր հանդիպում։